Ես Գագիկ Ծառուկյանին մի հատ հարց եմ տալի։ Այսօր չգիտեմ խոսում է ինչից, ես իմ հայ ազգը, ես մի բանը, մենք սենց ենք արել, մենք նենց ենք արել։ Արել ենք։ Մեզ գիտնականներ, հազարամյա հայեր, ես իմ չգիտես ինչ, մեկ է ձև ազգ ենք, ենք։ Արա, այ Գագիկ Ծառուկյան ջան, մի հատ այդ հայի անունը տու, որ Հայաստանի համար մի բան արել։ Ասա այդ մարդը այս բանը արել է, այսօր Հայաստանում այդ բանը կա, այդ տեխնոլոգիան կա, այդ գործը կա, այդ բանը կա, Հայաստանը դրանից դիվիդենդ է ստանում։ Բոլորը դու էլ միջև հիմա ծառայում եք այլ երկրների, բա շպիոն չեք, շպիոնը ոնց է լինում։ Շպիոնը ոնց ալեմ, Գագիկ Ծառուկյան։ Ուրիշ պետությունների եք ծառայեմ, քո երկրորդ համարը, Անդոն, միացրու հեռուստացույցը լսի, Անդոն, ընդե ինչ է խոսում Հայաստանից, ու ժողովրդին ասա, Անդոն ճիշտ բան ասում, ասա այ սենց Հայաստանից լավ բան ասում, ասա նա շպիոն չի։ Ու այդ հայերից, որ ասում ես այդ 10 հատ, եթե 10 հոգի աշխարհում ուժեղ գիտնական կա, 10-ից ես իմ քանիսը հայ են, ամենաուժեղը հայ է։ Այդ հայի անունն ասա ու ասա Հայաստանի համար ինչ արել։ Ասա մեկի անունը, գոնե մեկի անունը ասա։ 4 հատ մարշալ սովետական միությունը Ղարաբաղից գնացել է Աշվաբադի տարել Բերլինա մտել։ Ղարաբաղի այդ 4 հատ մարշալին տեսար ինչ արավ։ Հիմա դու ես ժողովրդին նորից ուզում ես տանես ընդե արա։ Դու հասկանում ես։ Գագո, զարթնի արա։ Գիտես թե որ փող ունես, ինչ խոսած մարդիկ ասել ծափ են տալու, հա մի երկու հատ մակլավիկ ունես ծափ են տալու, հետո դու ասա այդ գիտնական, այդ 1000 գիտնականներ, այս այ մեկը հայնասարքել է, մեկը հայնասարքել, Հայաստանի համար ինչ որ մեկը մի բան արել է, սրա հանրապետությունների համար չեն արել, լրտեսներ չեն դրանք։ Դու հիմա ում համար ես անում, Հայաստանի համար մի բան անում ես, հու մարդիկ ես չեն, Գագո Ծառուկյան ջան, մարդիկ ես չեն, մարդիկ սաղ հասկանում են։ Հիմա այսօր գիտես ինչ արդեն Ռուսաստանում կատարվում։ Ուրեմն դուք պետք է, Գագիկ Ծառուկյան, դու Հայաստանի ապրող հայ ես։ Այ ես պարզ ասեմ ինչա պետքը, դու պետքա ըտեղ կզես, դու ըտեղ պետքա կզես, որ ռուսը իրան լավ զգա, հասկանում ես, պատրաստ ես, թե դու գիտես կե փող ունես, դու չես կզելու, գիտես թե մենակ հասարակ ժողովուրդն է կզելու, մեզ բոլորիս են ուզում կզացնեն, չես հասկանում, Գագոյ, անկապ բաներ ես խոսում, մի անգամ էլ մի հատ խելոք բան խոսա էլի, խելոք միտք արտահայտի մարդիկ լսեն զարմանան, որ մի հատ խելոք միտք արտահայտեցիր։ Առավոտից իրիգու ասում ես 8 տարի է ոչ մի բան չեն արել, ճիշտ ես ասեմ 8 տարվա մչին դու պետք է արդեն 8 սրոք նստածել էիր։ Մարդիկ վախում են միջև մի քո վրա գործեր տան։ Միջև մի վախում են, իրանց ընտանիքներից, իրանց ամեն ինչից վախում են, հասկանում ես։ Մի արա անես, որ մարդիկ սկսեն տալը այդ գործերը։ Հիմա որ սկսեցին գործեր տալը, ես ասելու եք, չարա նման բան չի եղել, բան։ Գագո Ծառուկյան ջան, մի հատ էլ աղբեր ջան, ցավդ տանեմ, հայ ենք էլի բոլորս էլ։ Ասում ես, քո երկրորդ համար Անդոն միացրու տելևիզորը տես Ռուսաստանում Հայաստանի մասին ինչ ասում։ Դա ու դու ինքդ ասա, դա լրտեսություն է, թե չէ։ Դա հայրենիքի դավաճանություն է նրա ասած խոսքը, թե չէ։ Դու եթե ասես դավաճանություն չի, ես քեզ կհավատամ։
Այդ տենց էլի դավաճանություն, այդ տենց են դավաճանում։ Դու գիտես թե ինչ որ լրտեսին հատուկ պագոննի է ունենում։ Այդ տենց նրանց համար ծառայում եք, ինչ ասում են անում եք։ Հասկանում եք։ Դրա համար էլ ըստի մեր երկրի ղեկավարը Նիկոլը չլի, ես լնեմ։ Այն մեկն լի։ Նա անդեից ուզենալու է միշտ մեր իշխանությանը խեղդի։ Մեր իշխանությանն էլ նա չի խեղդում է Իվանով։ Նա այս հենց գագոններով, Ռոբերտներով, բանով է խեղդում, Սամվելներով է խեղդում մեր իշխանությանը։ Հասկացար Գագոյ։ Մի հատ բան են սկսել ուժեղ քննարկել, հա։ Շատ ուժեղ են քննարկում, որ վարչապետն ասել է, բա ինչ չես դու զոհվել։ Այո, ես էլ եմ այդ հարց տալի, ինչի՞ չի ինքը զոհվել։ Թող պատասխանի։ Ասի ես պատերազմ չեմ գնացել, չեմ կռվել, դրա համար չեմ զոհվել։ Կամ ասի պարոն վարչապետ, դուք ժամանակին պատերազմը կանգնացրել եք, դրա համար չեմ զոհվել։ Հարցը տալիս են, հարցին պետքա լինի պատասխան։ Իսկ դուք, հարգելի ընդդիմություն, այս 5 տարի է, նույն արցախցիների բոլորի հետ, ասում եք Նիկոլ Փաշինյանը պատերազմը կանգնացրել է, Արցախը հանձնել է, էս արել։ Ինչ էիք ուզում անի։ Ուզում էիք որ ընդ բոլորը կոտորվեն, չէ։ Հիմա մահվան բանը դուք եք թե Փաշինյանը։ Փաշինյանը պարզ է հարց տալի, ինչու չես տղա ջան դու զոհվել։ Որովհետև պետքա պատասխանի, ասի ես պատերազմին չեմ մասնակցել, դրա համար չեմ զոհվել։ Կամ էլ պետքա ասի, պարոն Փաշինյան, դե դուք պատերազմը կանգնացրիք, էլ մարդիկ չէին մահանում։ Դրա համար էլ չեմ զոհվել։ Ուրիշ հարց կա, ընկերներ ջան։ Իսկ դուք Փաշինյանին ինչի համար եք մեղադրում։ Պարզ չեք ասում, որ պետքա պատերազմը շարունակեիր մինչև վերջի հայը, մինչև վերջի զինվորը, բայց Արցախը չհանձնեիր։ Դրա համար չեք մեղադրում, դա մահվան բան չի, հա։ Սովորել եք, հա, մարդը մի բան ասի, բանա, վրաս հետևից սկսեք շարելը։ Այնքան կշարենք հետևներիցդ, որ ձեր տեղը չեք էլ գտնի։ 5 տարի է հայ ազգի մահն էիք ուզում, որ Արցախի համար ամբողջ հայ ազգը կոտորվի, ամբողջ հայ ազգը զոհվի, այդ չեք ուզել, բա այն մարդը պատերազմը կանգնացրել է, որ չզոհվենք, բա սխալ է ասել, կարող է չկանգնացնել մեծ, ահել, 50, 60, 70, 80 տարեկաններն էլ բոլորը գնային, բոլորն էլ զոհվեին։ Բա կանգնացրել է, դրա համար չի զոհվել, բա եկել անդե բերանը մեզ բացում է, եսի մինչեր է խոսում, ես թուղթը չես ստորագրել, թուղթը չես ստորագրել, դրա համար Արցախը հանձնեցին, էսեն, ես էլ եմ ասում, չենք զոհվել, որովհետև Փաշինյանը պատերազմը կանգնացրել է, չկանգնացներ մի հատ հայ չէր մնալու, բոլորն էլ կոտորվելու էին, այսքան բան, հերիկա օգտագործեք այդ հիմարությունները, բան են գտել, ընդդիմադատմիկները 5 տարի ոչ մի բան չեն արել, իշխանության մաս են կազմել, 30 քանի հոգի բանում նստած իբր թե պատգամավորներ են, ոչ մի բան չեն արել, հիմա եկել են, տեսեք, ժողովուրդ ջան, մեզ ընտրեք, դե հիմա մենք գալու ենք, ձեզանից Փաշինյանից լավ դպրոցներ են կառուցելու, զավոդներ են կառուցելու, գյուղմթերք ենք ընդունելու, էս ենք անելու, են ենք անելու։ 5 տարվա մեջ մի հատ օրենք հանեք, ցույց տվեք կողեկաշներս, որ ձեր 30 հոգի ինձ 5 տարի միլիոններ եք ստանալու եղել, պարգևավճարներ եք ստանալու եղել, բայց չգիտես ինչու այդ պարգևավճարների համար միայն իշխանական կողմին եք մեղադրում։ Անամոթներ, դուք արդեն հայտնվում եք հունիսից 7-ից հետո են աղբանոցում են Երևանի աղբանոցի անունը ոնց էր
Մեր Իջևանի աղբանոցումը ձեզ տեղ չունեք։ Ընդ եք հայտնվելու։ Հասկացաք։ Դուք հիմա ձեզ հույս եք տալի, թե էսի ինչ եք լինելու։ Ոչ մեկը բանը չեք անցնելու, շեմը չեք անցնելու։ Ոչ մի ուժ չի անցնելու։ Հլա սպասեք հունիսի 1-ից հետո հլա տեսեք ինչերա ձեր գլխին գալու։ Գագո ջան, ճիշտ եմ ասում, չէի մնգեր Գագոն մտավ նայում է։ Բան են գտե։ Մահն է ուզում Փաշինյանը։ Մանուզողը պատերազմը չեր կանգնացնի։ Կկռվեր միջև վերջի հայը։ Այ Ռուսաստանը կռիվը այնքան գնալու է միջև վերջի հայը զոհվի։ Արդեն 8000-ից ավել զոհ ունենք։ 8000-ից ավել։ Այնքան կռիվը գնալու է, այնքան սոխը կռիվը անելուց է։ Որ միջև վերջի հայը, միջև վերջի ուզբեկը, միջև վերջի տաջիկը, միջև վերջի են եսիմ ընդեղերքից եկածները, Կորեայից, Մորեայից եկածները սաղն էլ զոհվեն։ Այդքան կռվելու է։ Դուք էլ էիք ուզում։ Որ միջև վերջի հայը զոհվի։ Իսկ Փաշինյանը, որ կրկնում եմ, հարց է տալի, այդ հարցին պետքա ինքը պատասխանի, ասի այո, չեմ զոհվել, որովհետև կռիվը կանգնացրել ես։ Թող ասի կթողեիր կռիվը շարունակվեր կարող է զոհված լինեի։ Մարդը չի կարում, չէ պարզեր ես երնիտ ասի, ես ասում եմ, և վերջ, այդ տենց է, կռիվը չկանգնացներ մի հատ մարդ չեր մնալու, բոլորը կոտորվելու էին։ Գոհ չեք, հա? Գոհ չեք, որ կռիվը կանգնացրել է այդ մարդը։ Ով չի գոհ։ Լավ եղեք, ժողովուրդ ջան, մինչ երեկո։ Ես այսօր մի քիչ պասիվ եմ եղել, ինչ եղավ են Անդոյա, ինչա են դավաճանը նրան բռնեցին թե չէ։ Ահացը բռնեց, բանտարկեց թե չէ։